Բարի լույս սիրելի հետևորդներ, երբ երեկոյան պլաններ ես կազմում, որ առավոտը պիտի անես, բայց քանի որ մենակ չես ապրում, չես կարողանում քո գծած պլաններով առաջնորդվել։ Լրիվ պլաններս խախտվեց Ժորժ ջան։ Հիմա հագնվում եմ առավոտյան է, 10:30 շուտով 11-ը կլինի, Կարինը գնաց ակնաբուժի մոտ հանդիպման, ակնոցների պահով էլի այդպես տեղ կա, որ հարմար է։ Գնաց այդտեղ եւ պայմանավորվեց ինձ հետ, որ ես ամենաուշը մինչեւ 11-ին դուրս եկած լինեմ եւ դամաղի այդ խաչմերուկում հանդիպենք։ Մտնենք մի հատ դամաղ, տղամարդու շատ լավ բաներ էլ կար, միգուցե լինի իր համար, նայենք, նստենք մեքենան ու գնանք խանութներ։ Տավարի միս էի հանել աղացած, որ շատ համեղ ուտեստ էի պատրաստելու։ Շերտավոր խմորը արդեն սարսախցիկից հանել վերև էի դրել, որ պիտի առավոտյան պատրաստեի, բնականաբար երկար մնաց սառնանում, արդեն այդքան լավ չի լինի։ Ինչևէ, գործերս հենց տնային եւ նաեւ հենց ես պիտի գնայի իմ ակնոցների համար, մի խոսքով։ Երբեք է որ ասում եմ ասա, երբեք չգիտես թե ինչ կլինի, էլի որ հələ որ մայրս ասում էր հələ արթնանանք, նոր կորոշենք։ Հիմա այստեղ էր։ Արթնանանք, նոր որոշենք, պլաններ կազմենք, թե ինչ ենք անում, ինչ չենք անում։ Սառն է եղանակը, չնայած արևոտ է, բայց շատ սառը եղանակ է։ Ես էլ այդքան տաք չեմ հագնվել, դե վերարկուս տաք է, բայց կարծում եմ շոկ չի լինի։ Մի խոսքով սիրելիներս, գնացինք, տեսնենք ինչպես ենք անցկացնում մեր շաբաթ օրը։ Եկել ենք Անգլո թաղամասի Օշան սուպերմարկետը։ Կարին շատ է սիրում Օշան, ես Կարեֆուրն եմ սիրում, բայց այսօր որոշել ենք գալ այստեղ, քանի որ իրականում մեծ ընտրանի է լինում Օշանում։ Դե արդեն զատիկի նախապատրաստությունն են, բոլոր խանութներում տեսնում, կաթոլիկ եկեղեցու զատիկը համընկնում է միշտ առաքելական եկեղեցու զատիկի հետ։ Սիմվոլը զատիկի է, այստեղ համարվում է նապաստակը։ Եվ բնականաբար շատ կոնֆետներ պատրաստում են հենց նապաստակի տեսքով։ Եվ հետաքրքիրը նա է, որ մշտապես տոնական օրերին են կոնֆետների տեսականին լցվում խանութներում, նոր տարի և զատիկ։ Ահա, ուրիշ օրերին նման բազմաթիվ տեսականի հնարավոր չէ գտնել խանութներում։ Ահա մյուս կողմում էլ էլի ճուտիկները, այս կողմում էլ ձվիկները, խաղալիքները, տուփերով հարմար նվերներ են երեխաների համար, գինն էլ 13 €49, նապաստակների տարբեր տեսակներ, իհարկե տարբեր ֆիրմաների կոնֆետներ են ներկայացված, կարող է նույնը լինել, բայց գնային տարբերությունով։ Kinder այս ձվիկն էլ 10 € արժե։ Այս հսկա բաժինը ամբողջությամբ նվիրված էր զատիկի տոնին։ Ես մի ակնթարթ եմ անցել մոտով։ Եվ հիմա արդեն գնումներ ենք արել, ուզում ենք գնել նաև սև շոկոլադ։ Ես ինձ համար փնտրում եմ բարձր կակաոյի տոկոսայնությամբ դառը շոկոլադ, որը որ կարելի է մեկ-մեկ ուտել։ Այստեղ կա 70, 85 Եվ տեսեք, թե ինչքան շատ շոկոլադե սալիկներ կա, տարբեր ֆիրմաների։ Ավելի շատ իմ սիրած շոկոլադի համը դա Կոտ դողն է, ֆրանսիականը, սրանք էլ հալվող էլի շոկոլադներն են թխվածքների համար, կանաշի համար շատ լավ այդ շոկոլադը լինում է։ Ահա Կոտ դողն է, իմ սիրած շոկոլադի համը, բայց քանի որ քաղցր չեմ ուտում, և չեմ էլ գնում, 70%-ը էլի քաղցրություն ունի դրա։ Մի խոսքով սիրելիներս, գնանք ձվի բաժին, իրոք որ էստեղ տեսականին շատ է, և բիո ձու եմ ուզում,
գնել, տեսնենք, երբեմն կոտրված է լինում, կամ չափերն ենք նայում, մի քիչ խոշոր լինի, դրանք վերցնեմ, սրանք խոշոր են, կարծես թե, ընտրեմ երևի, այս մեկն է փոքրեր, ընտրեմ երևի այն մյուսը, ամեն անգամ նայում ենք, հետո նոր վերցնում, հիմա սրա չափերն է ստուգեմ, տեսնեմ, կոտրված կան չկան և երևի թե այս սորտը կվերցնեմ, սրանք բոլորն էլ համաչափ են, եվրոպական ստանդարտները հենց սրանք են, որ բոլոր չափերը հավասար են, հիմա անցնեմ կաթի բաժինը և կաթ, տեսնեմ որից եմ վերցնում, այս անգամ բիո չեմ ուզում վերցնել, որովհետև պիտի նշփաբլիթների համար օգտագործեմ, տեսեք հիմա ցույց տամ, թե ինչքան հսկա բաժին է կաթի, ինչքան տեսակներ կան, թե բիո, թե սովորական, հատկապես մեր տարածաշրջանում և կողքի մարզի Նորմանդիայի տեսակները այստեղ ավելի շատ են ֆերմերների արտադրության, հիմա կարագի այս բաժինը հենց մեր տարածաշրջանն է, բյուղ ռեժիոնալ, սրանք տարբերվում են Ֆրանսիայի տարբեր մարզերի կարագներից, ամեն մարզ գրեթե ունի իր կարագը, որը որ չի լինում մեկ ուրիշ մարզում, կարագները գնելուց հետո հիմա եկանք արդեն մրգի և բանջարեղենի խանութը, հատապտուղներով լցրել են, իրոք որ շատ տեսականի կա, տեսնենք ինչեր են վաճառում, ինչ են գնում, գները տարբեր չափերի գրամների լցված, տարբեր արժեքներով, ում որը հարմար է, վերցնում են, իդեպ հատապտուղներին մենք Հայաստանում ուշադրություն չէինք դարձնում, այստեղ լավ արդեն գնում և ուտում ենք, որովհետև ամենալավ միրգն է, վարունգը տեսակ ինչ գին էր, թանկ ավոկադոների գինը տեսակ, հիմա եկեք նայենք լոլիկի գինը, սա տեղական լոլիկն է, տարբեր ձևերի, այս մեկն էլ համեմատաբար այս կլոր լոլիկը մատչելի է, սրանց գինն էլ 6 եվրո, մի քանի տարի առաջ 3 եվրո էին սրանք, իսկ սովորական լոլիկները 1 եվրո, 1.5, 2 եվրոն թանկ էր համարվում, Շորջան հազիվ տուն եմ եկել, մի քանի բան ցույց տամ, հետո անցնեմ խոհանոց, մինչև Կարենը պիցցան կուտի, տեսեք հələ ինչ պիցցա եմ արագ պատրաստել, աշխարհում ամենաշատ վաճառվող բանը դա պիցցան է, ձվից հետո, իսկ դուք ինչ կարծիք ունեք, գնել ենք և արդեն տեղավորեմ գնումները ձեզ ցույց տալով, սուրճ եմ դրել հազիվ խմեմ, այնտեղ խանութում քաղցր բան եմ կերել, վրայից այնքան ջուր եմ խմել, ասում են եթե քաղցր բան եք ուտում շատ ջուր խմեք, որպեսզի այդ քաղցրը անցնի օրգանիզմից, հիմա ապարատի սուրճ եմ դրել, սուրճ չունեինք, ճիշտ ասած կարթ նուաղ սուրճ էր բերեք Արենելի, տենց կապսուլներով շատ վատն էր, այսօր արդեն լողից քնեցինք, արագ այս սուրճն էլ ես ինձ համար դրեցի, խանութ արդեն դամաղ պարզ էր ձեզ, երեկվա պտտածս այդ չեկը, որ շաղմ էի արի, 40% զեղչ էր, այսօր նորից ասեց պտտի, ասի երեք տվել եք ոչինչ, ասեց պտտի, պտտեցի նորից 40 դուրս եկավ, Կարենը պտտեց ու մի հատ չգիտեմ, ինչ դուրս եկավ ու նվեր ժամացույց ստացավ, բացել եմ նոր նայում եմ, մոտիկից էսա ցույց կտամ, և իրոք ամեն մարդ ունի իր ռազմատը, դե Կարենը շահել է բնականաբար ինձ ունենալով, ինքը հակառակն ասում, ինձ ասում կոլոտոն շահել եմ, բայց ուրեմն նվերը անմիջապես ստացավ, ժամացույց է, աշխատող մոտիկից ցույց կտամ, ամեն դեպքում մարդը նվեր ստացավ, այս էլ ժամացույցը Ժողովրդ ջան, հələ տեսեք, ինչքան գեղեցիկ է, ամառային գույներով, ես այս ժամացույցները շատ եմ սիրում, երևի թե կկապեմ, ես էլ իրա տուփ, գեղեցիկ փաթաթած, թղթով փաթաթած և տուփերի մեջ դրած, ես էլ պտտվեցի նայեցի ինչ որ ուզում էի, իմ ուզած բան չտեսա, մեկ էլ արդեն տեսնում եմ, որ այդ աղջիկը կա, ասում եմ 240, այսօրվան էլ 40%, ասում եմ 240% ունեմ, գոնե մի հատ 50% տվեք, փոխենք էլի, հնարավոր, ասի հնարավոր, ոչ չի հնարավոր, երեք ձեր կոլեգան փոխել է,
Վերջը տվեց այդ աղջիկը, շատ բարի էին, էլի հավեսով։ Վերջը մեր արդեն դենդեղով բաների հարցնում, այդ արդեն հին տեղի աշխատողները դե ինչ ճանաչում են, նույնիսկ մի հատ աղջիկ կա, էլի եմ վլոգներում ասել, այդտեղ տեսա, բարեր, ոնց եք բան, սենց խանութից ծայրիցար, դե հեռավորության վրա էլ ոչ թե այդքան չնայած տարածքը փոքր է, այստեղ տարածքը փոքր է եւ շատ ճիշտ են արել, որովհետեւ նախորդում երկհարկանի մեծ տարածքով այդքան առնող գնումներ բան երևի չէր լինում։ Իսկ այստեղ փոքր է, տղամարդու բաժինը արդեն երևի վերացնում են, որոշեցին Կարենի համար մի բան գնել, վերջում էլ փաթեթավորում ասում են, սպասի Կարենի մեծ փաթեթավորումով տամ, գեղեցիկ, էլի մի հատ կակաշ տվեցին եւ պլյուս հիմա ցույց տամ թե ինչ գնեցինք 50% զեղչի այդտեղ օգտագործեց շատ լավ այդպես բարակ երկար թևով Կարենի համար ուզում էինք տոլի սարոշկա, տոլի այդպես բլուզ, այն էլ XL-ը չկար։ Ասեց եթե պատվիրեք լինի, էլի այդ քարտը կգործի, բայց փաստորեն չկար կապույտ գույնը, մեր ուզած գույնը չկար, կանաչներ այդքան հաջող չէր։ Ուրեմն իրանց նորից եմ կրկնումներ քնաշորեր կլինի, պիժամա, ամեն ինչ արտակարգ որակի, ովքեր երբևէ մտել են։ Պարզապես շորերի, բանի, կտորը լավն է, բայց մի քիչ sense մեծական էր, էլի։ Այսօր նույնիսկ այդ բանի մոտ տեսա, որ գնում էի Ֆրանսիային սովորելու այդ դասատուին Կատրինին։ Ասում հələ դեռ բուզետում եմ, արի, ասի կգամ լավ է տարվանից։ Շատ լավ, ուղղակի ցույց եմ տալիս։ Որակի սիրուն սպիտակ մայկաներ գնեցին Կարենի համար, տուփի մեջ երկու հատ էր, 30 եվրո էր, 50% զեղչով, ժողովուրդ ջան, ահա, 15 եվրով երկու հատ մայկան առանք, սա շատ լավ է, էլի վիզը լավ է, բանի, վերնաշապիկների տակից սիրուն հագնելու շատ լավ բան էինք, շատ է հագնում, ամենահարմար բանը սա էր, ուրիշ հարմար բան չկար, բացի այդ վերևից Կարենի համար, մի խոսքով ինձ համար էլ դե նայեցինք ինքը նեղում, ասում քեզ համար վերցրու բան, բայց ինձ համար տենց առանձնապես հարմար բան չկար։ Ինձ վերջում որ փաթեթավորում էր, այս նվերը տվեց։ Հիշում եք այն բուլերը, որ ասեցի չեմ կարողանում շահել, այսպիսի փոքրիկ շարֆիկներ էին դրած, մի խոսքով այդ որ ինչ դե ճանաչում են, այդ աղջիկն ասեց, սպասի շարֆիկ էլ դրեմ քեզ համար։ Մի քիչ էս չնայած տիգրային չի, բայց մի քիչ այդպես է, ես շատ սիրահար չեմ, ծաղիկներ է արած, սուրճի ոնց որ ծաղիկները, ամեն դեպքում ոնց են ասում, նվերտված դյուատամները չեն հաշվում, շատ լավ նվեր էր։ Հետո որ գնացինք խանութ, արդեն ձեզ ասեցի, որ Օշան են գնացել, այդ Օշանում դեռ պահպանված էր համտեսությունը, ու այդտեղ բոնոբո խանութ կա, շատ լավն է, միշտ հարմար բաներ ենք վերցնում, այսօր Կարենի օրն է կարճ ասած, այս էլի լավ վերնաշապիկը վերցրեցինք, հենց այդ սեզոնին, այսա մի քիչ հետո սրա սեզոնն է, վերնաշապիկներով հագնելու, ուրեմն այս վերնաշապիկն է, կտորը այլ է արտակարգ, փափուկ բամբակյա կտոր է, և նման բան, ինքը Սեյլյոյից էլի գնել էր, Աշնանը գնել է, դեռ չի հագել, նմանատիպ են լավ խակի գույնի, որ մոդա է, անցած տարվա մոդան շատ էր, էլի դե հիմա որ առել ենք, պետք է հագնենք, և այս սիրուն էլի վերևը տակը, այսպես սպիտակ, կարծես թե հենց մայկայով լինի, շատ լավն էր, զեղչ էր 50%, շատ լավ բաներ կային զեղչված, բայց ափսոս տարած էր, էլի ինչը այնտեղ էլ որ մենք փորձեցինք գնել, այսպես օձիքով բաներ էինք ուզում գնել երկարաթև, չկար իր համարը։ Դրա համար հարմար գտանք, որ քանի որ այդ սպիտակներն էլ արդեն ինքը ուներ, նման վերնաշապիկ, ինքը նմանատիպ վերնաշապիկներ շատ ունի, հագնում է սեզոնին։ Այդ ծանր պիջակ բան չես հագնում, հենց վերնաշապիկն ես հագնում ու սիրուն է լինում։ Սա այս գնումը, ես որևէ ինձ համար բան չգնեցի, բայց հիմա ուզում եմ առանց ալ արելու, ծուլանալու ավելի ճիշտ, այդ տեսականին ցույց տալուց հետո, դասավորելուց հետո գնամ Մորգան։ Փաստորեն այդ Անգլոօշանում մի քանի լավ խանութներ կային, սրանից առաջ փակ էին բոլորը, փակել էին, թե ինչի վերանորոգում էր միգուցե։ Հիմա բացված էին արդեն ու հաճելի էր, մի քանի խանութներ էլ կային, նոր չմտա, բայց հիմնականում
Մորգան չի եղել այնտեղ, տարել էին, չեմ կարծում հիմա որ գնամ քաղաքի կենտրոն կգտնեմ, դա ծայրամաս էր երևի շատ ավելի տեսականի կար, բայց ժամանակ չկար, ես մի քիչ դժվար եմ փնտրում, երկար եմ մտածում, միանգամից գնում չեմ անում, դրա համար որոշեցի, որ Կարենն էլ որպեսզի համբերատարին սպասի, առանց էլ նկարում էի բան էի անում, եւ այսպես սիրելիներս, հիմա կտեղավորեմ, ցույց կտամ ու կգնանք Մորգան, տեսնեմ հələ այնտեղ ինչ կա։ Շատ սիրուն էլի կարճատ թեթև տաքոտ, բայց ժակետի նման կոճակներով այնտեղ բան տեսա։ Երեկվա գնացս բլուզի տիպի։ Սա էլ այսքանը, դե հիմա ես արդեն անցնեմ այնտեղ, սուրճս էլի կումանեմ, դե գիտեք, սառն եմ սիրում, կում, այդպես սիրում եմ, վայելելով խմում եմ։ Այս էկլերներն ու սուրճը ցույց տամ, տնեմ մի կողմ ու անցնեմ մյուսներին։ Տուփի մեջ 6 հատեր ֆրանսիական էկլերներ են, շատ լավն է։ Նույնիսկ միջուկը, որ իբր կրեմ է, այդ կարգի կրեմչի ինչ-որ հայերս ենք պատրաստում, թեթև առանց քաղցրի շոկոլադային ինչ-որ բան էին սարքել մուսեր, ինչեր, նույնիսկ ես եմ համտեսել այ, դրա համար էի ասում, որ քաղցր եմ կերել։ Այստեղ էլ սուրճն է, այս սուրճը շատ համեղ է, 50 հատ է մեջը։ Կարակ ցույց տամ դասավորեմ արդեն։ Ուրեմն բիոց ձու գնեցինք։ Դե արդեն տեսակ խանութում, որ ինչքան խոշոր էր։ Ելակ։ Իդեպ հիմա կհամտեսենք, բայց միշտ այս սեզոնին, որ նոր է դուրս գալիս, իսպանական ելակը, կարծեմ իսպանական է, շատ քաղցր է լինում։ Հետո որ արդեն ելակի սեզոն է լինում, քաղցր չի լինում։ Սա ամբողջահատիկ ցորենով հաց է, այդպես կիսեղովի դրել են, հիմա ասեմ, թե գինը ես էլ տեսնեմ, ձեզ էլ ասեմ, ուրեմն կես կիլոգրամին տվել ենք 2.96 €, այսինքն կիլոգրամը 5.90 է այս հացի, հələ տեսեք, շատ թանկ է, այս ամբողջահատիկ ցորենով պատրաստված, ցորենի ալուրով պատրաստված հացը։ Ուրեմն 85%-անոց շոկոլադ, մոտիկից ցույց կտամ, հիմա աշխատում եմ ձեզ ցույց տալ մոտիկից, այսպես, հետո մի հատ վրան կպահեմ կնայեք, այս անգամ որոշել ենք, հա լավ է, կտրոնն էլ կա, կտեսնենք ինչքանի են գնում արի, այս անգամ որոշել եմ ժողովուրդ ջան, որ յուղ եմ հալելու, երկար ժամանակ չեմ հալել, ուրեմն սա մեր տարածաշրջանի ֆերմերների արտադրած կարակն է, խանութում ցույց տվեցի, եւ արդեն ուտելու կարակ, կրեզիդան, այստեղ ունենք յոգուրտ ունական, մարծում, այսպես ասեմ, նաեւ հապալաս եմ գնել, հապալասի կիլոգրամ գալիս է 17 քանից կա, շոկոլադ, սև շոկոլադ, այստեղից վերջ, այս տոպրակը տնեմ այստեղ, եւ մի հատ մոտիկից ցույց տամ, որ շատերը ասում են մոտիկից ցույց տուր։ Ահա, այս կարակներն են, շատ լավն են, հացն է։ Այս 85%-անոցը ինձ համար է, չնայած քաղցր ուտելու ցանկություն բացարձակ չեմ ունենալ, եւ հապալասը այստեղ, կարակը եւ արդեն յոգուրտը։ Մի հատ էլ է ձևի բագետ հաց ժողովրդյան, որ շանի արտադրության էլի հացն է։ Մի ժամանակ ես ոնց էի շատ ուտում սպիտակ հաց, որ այդքան վիտամին չուներ եւ ավելորդ գիրացնում էր։ Ուրեմն եթե որոշել եք, որ նիհարեք, ինձ շատ եք հարցնում ոնց ես անում, որ նիհարում ես, հենց հացն է, առաջին հերթին հացի խնդիրը լուծեք։ Շարունակ եմ ժողովուրդ ջան, գնել եմ բրյուսելյան կաղամբներ, իրեն մի քիչ թեթև դառնություն ունեն, բայց որ պատրաստում ես անցնում է լոլիկը ահավոր թանկացել եք, խանութում արդեն դուք տեսաք, ամեն ինչն է թանկացել, անցած անգամ էլ ասեցի, գազար, մոտիկից էլի ցույց տամ, գազար, այստեղ ունեմ ծամոն, սա դնեմ մեզ մեզ պետք չէ, բրոկլին էր լավ ակցիայով էժանացած, նախկինի գիններ, 1 եվրո մի կապը, 2 հատ վերցրեցի, որովհետև հաճախ եմ պատրաստում, ավոկադո, վատը չէր, լավ է որ մի քիչ պինդեք, դնում եմ խնձորի հետ եւ արագ ինքը հասնում է, եթե չգիտեք ինչպես հասունացնել, մի քիչ կոշտել, փակացնել, ուրեմն խնձորի հետ դրեք,
ոնց որ մարոլը շատ լավն է, ես հաճախ օգտագործում եմ։ Այս անգամ սմբուկ, պղպեղ եւ բնականաբար իմ ամենասիրելի անդիվը, որով ես աղցան եմ պատրաստում, դուք դա գիտեք։ Բանջարեղենից գնել ենք նաեւ կարտոֆիլ եւ վերջ, հիմա ցույց տամ էլ ինչ մնաց։ Ահա, մոտիկից էլ նայեք, սմբուկները, պղպեղը, սրանք իդեպ մատչելի են, իրենք այդպես զեղչեր են անում եւ 1 կիլոգրամը ավելի էժան է այսպես գալիս, քան ավելի խոշոր մեծերը։ Սա անդիվն է, որ շատ համեղ աղցան է լինում, մարոլն է, արդեն ասեցի, ավոկադոն, բրոկոլին, գազարները է չանգացել, նախինում 50 սանտիմետր, հիմա ամենայժանը 1.70, լոլիկներն էլ էսպես, սա էլ է բրուսելյան կաղամբն է։ Էլ բան չմնաց, ուրեմն բրինձ եմ գնել, սպիտակ խոշոր բրինձ, կաթ, հնարավոր է նրբաբլիքները այդպես պատրաստեմ, և խնձոր, 2 կիլոգրամանոց էր այս տուփը, կիլոգրամը 1.50-ով է գալիս։ Դե ժողովուրդ ջան, տեղավորեցի ամեն ինչը, վերջացրեցի, հիմա արագ կարագը կտրտեմ, աղանեմ, դնեմ, մի 2 օր այդպես աղը լավ կուտի եւ արդեն կհալեմ։ Միգուցե ձեզ հետաքրքրի, սա նորից եմ հիշեցնում, որ մեր տեղանքի ֆերմերի արտադրած կարագն է։ 1 կիլոգրամ է այս մի հատը, գինը 11 եվրո քանս։ Մի ժամանակ ավելի մատչելի էր, ոնց որ մի հատը 10, դրանից առաջ 8, 9 եւ արդեն 11 քանս մոտ, երևի թե 12-ին մոտիկ։ Ես այս կարագով նաեւ շերտավոր խմոր եմ պատրաստել ու գոհ եմ մնացել։ Հիմա չգիտեմ, երկար ժամանակի չեմ գնել, որովհետեւ անդադ է ծիթապ յուղ։ Որոշեցինք, որ մի պահ էլ ոնց որ յուղ անենք, յուղն էլ է դե առողջարար, հենց յուղի մեջ վիտամիններ շատ կան, շատ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, կարելի կարագը իր այդքան լավ հատկություններից ելնելով, այդքան վիտամին չի պարունակում, ինչքան որ յուղը։ Շատ կարևոր է յուղ օգտագործելը, հատկապես եթե խնդիրներ բաներ չկա, եւ հետո կարելի է օգտագործել քիչ, մարդկան ճաշի մեջ մի 3 գթալ յուղ է լցում, որը որ բնական է շատ է։ Առաջ բոլորը յուղով են պատրաստել, այսինքն ինչ կերել են, ինչ ձևով որ կերել են, առողջարար է եղել։ Եվ հիմա այս նոր սննդաբանները շուռ են եկել եւ այն ամեն ինչը որ մենք արդեն դա վաղուց օգտագործել ենք, վաղուց գիտենք, ուտում ենք, հիմա նոր սերնդին, նոր սննդաբանները դա են սովորեցում։ Միգուցե իրոք չգիտեն, ինձ համար սովորական է թվում, դրա համար եմ ասում։ Կարճ ասած, ինչը որ լսում եմ, ասում են լավ է, դրանք արդեն մենք վաղուց անելուց ենք եղել։ Հենց դրա համար էլ մեր նախնիները առողջ են եղել, շատ են ասում են, բան չի են ժամանակ եղել, այդ նույն բանը կերել են, արել են, չեն հիվանդացել։ Օդն է մաքուր եղել, սնունդն է մաքուր եղել, արդար եղել, հիմա ինչ է։ Հիմնականում քիմիա, մարդիկ շատացել են, պիտի այնպես անեն, որ այդ սնունդը բավարարի բոլորին։ Դրա համար ինչպես որ շորն եք ընտրում, ժողովուրդ ջան, որ գնում եք խանութ, անպայման շորը ընտրում եք, չէ, երկար-բարակ մտածելուց հետո։ Սնունդն էլ այդպես ընտրեք, հələ սնունդը ավելի ուշադիր պիտի ընտրեք։ Այս մեկը պետք է այսպես տեղավորեմ, որ հետո արդեն հավասար լինի, կափարիչ տնեմ, որ չփոշոտվի, արդեն վրան, ահա, և արդեն հավասարացնելուց հետո աղանեմ, մի հատ է մոտիկից ցույց կտամ, որ տեսնեք ինչ ստացվեց, 2 կիլոգրամ է, 2 կիլոգրամից ամենաքիչը 1 կիլո 700 գրամ ստացվում է, թե կարագը մի քիչ ավելի է լավ, 1 կիլո 800 եմ ստանում, նայած էլի, հիմա ես չգիտեմ ինչ որակի են անում, 82%-անոց կարագներ են, դե դրանց յուղայնությունը արդեն լավ է։ Այսքան բան, հիմա սա դնեմ մի 2 օր մնա ժողովուրդ ջան, աղը լավ կուտի, որից հետո արդեն կհալեմ էլի ձեզ հետ միասին։
Ահա, այսպես արեցի, տեղավորեցի։ Շուրջան որոշել եմ խաչապուրի պատրաստեմ։ Ասեցի չէ դեռ 3 գրական հանել եմ շերտավոր խմորը դրել եմ վերևեր, չգիտեմ ոնց կլինի թափկել է։ Արդեն միսը եփեցի, պատրաստեցի, հələ տեսեք։ Շատ լավ համեմել եմ եւ քերած պանիր եմ ավելացրել։ Տակ էր, նույնիսկ լուսամուտ եմ բացել, որ հովանա պատկերացնում եք խմորը վերցնեմ, տեսնեմ ոնց կստացվի, լավ խմոր է սա սովորաբար։ Ահա, այդ է որ մնացել է, տեսեք արդեն կպչուն է, գցեմ սա այստեղ, մատերիս է կպչում արդեն խմորը։ Կուշության, բայց փափկելա խմորս արդեն վերջ տարանք դրեցինք։ Արդեն պատրաստ է, հոտը շատ անուշ է, փափուկ, թեթև խաչապուրիներ են ստացվել։ Հիմա երկրորդ գունդն եմ հանում։ Տնեմ այստեղ եւ արդեն ցույց կտամ տարբերությունը դուք կզգաք։ Խմորի էլի, խմորը այստեղ մի քիչ բացվել է, ավելի տեսառներ։ Համեմատաբար լավ է եղել, բայց այս խմորը սովորաբար ավելի լավ է լինում, այսօր ոնց որ թե դուրս չեկավ, ծնունդիս էլ էի այս խմորով արել, էլի շատ ուժեղ չբարձրացավ։ Ինչև է, երևի իմ գազից է, որ ես բացում փակում եմ, միգուցե դրանից է։ Ինձ թվում է ձերախորժակը բացվեց, այս մեկը առանց քունջութի եմ արել ժողովուրդ ջան, որպեսզի համերը տարբերվեն։ Տեղավոր եմ, տեղ չկա, մի փոքր էլ ես կողմ տանեմ։ Մոտիվացվեցիք, ձայն հանեք, վերջ, ես էլ շաբաթ օրը, ասում եմ չէ, ամեն շաբաթ ինչ-որ մի բան պիտի թխվի, հələ քաղցր բաները լավ է, որ քաղցր չեմ արել, դե էկլերը արդեն գնեցինք, շատ հեշտությամբ կարող եք տարբերել, տեսեք, քունջութով են, չէ, քունջութովները սկզբինն էին, իսկ սրանք արդեն երկրորդն է, ահա, տեսեք, շատ համեղ է, շատ, թեթև փխրուն խմորով համեղ մսով խաչապուրի, այստեղ նույնիսկ թեքվել է գաթայի նման, ահա ժողովուրդ ջան, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։